Ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարածքային հարցեր, մասնավորապես Դոնբասը քննարկելու մտադրության մասին։ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը հղում անելով ուկրաինացի պաշտոնյաների ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ կհանդիպի նրա Mar-a-Lago նստավայրում դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում։ Ինչ վերաբերում է զգայուն հարցերին, մենք Թրամփի հետ դրան կքննարկենք, Դոնբաս, Զապորոժիեի ատոմակայանը եւ այլ հարցեր, ասել է Զելենսկին։ ԱՄՆ-ն ցանկանում է բարեփոխել Պաղեստինի ազգային վարչակազմը, վախենալով կորցնել արևմտյան ափի նկատմամբ իր վերահսկողությունը։ Նման տեսակետ է հայտնել Axios պորտալը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։ Իսրայելի վարչապետի նախարարության աղբյուրը դեկտեմբերի 8-ին հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայի Mar-a-Lago կալվածքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կբարձրացնի արևմտյան ափին տիրող իրավիճակը եւ այն մտահոգությունները, որ Պաղեստինի ինքնավարությունը կարող է փլուզվել։ Թրամփի վարչակազմը ցանկանում է իրականացնել Պաղեստինի ինքնավարության բարեփոխման ագրեսիվ ծրագիր, բայց այն չի աշխատի, եթե իսրայելցիները շարունակեն խաթարել այն, հայտնել է պորտալը։ Ռուսաստանն ու Լեհաստանը շահագրգռված են ռազմական բախմամբ, ուստի լեհական իշխանությունները չպետք է թույլ տան ներքաշվել հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է լեհ պատմաբան եւ հրապարակախոս Պյոտր Զիխովիչը։ Իմ կարծիքով Լեհաստանը շահագրգռված չէ պատերազմով, դա ակնհայտ է։ Հիմնականը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի թույլ չտանք մեզ ինչ-որ կերպ ներքաշել պատերազմի մեջ, նշել է փորձագետը։ Զիխովիչը ենթադրել է, որ Ռուսաստանի եւ Լեհաստանի միջև պատերազմ չի լինի, քանի որ Մոսկվային նույնպես ձեռնտու չէ երկրների միջև էսկալացիան։ Նրա կարծիքով այդ ռազմական բախմամբ շահագրգռված է միայն Ուկրաինան, բայց Լեհաստանի համար այդ պատերազմը անընդունելի է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա հանդիպումը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ փորձ է ցույց տալու, որ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ է, ուստի պետք է ճնշում գործադրել հենց Ռուսաստանի վրա։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Զելենսկու ներկայիս այցը տանջանք է ցույց տալու, որ Ուկրաինան ձեզ հետ է, ուստի այժմ պետք է ճնշում գործադրել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի վրա։ Եվ դրան կարծում եմ Զելենսկին կձգտի։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ ինչ որ բան կստացվի, սակայն ակնհայտ է, որ նրանք դրան կձգտեն, ասել է Դուդակովը։ Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Համապատասխան հռչակագիրը ստորագրել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ Սոմալիլենդի նախագահ Աբդիրահման Մոհամմեդ Աբդուլլահին։ Իսրայելը նախատեսում է անհապաղ ընդլայնել իր հարաբերությունները Սոմալիլենդի հանրապետության հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների եւ տնտեսության ոլորտներում համագործակցության միջոցով, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Բրիտանական Սոմալիլենդը գոյություն է ունեցել 1884-ից 1960 թվականներին։ Տարածքը զբաղեցնում է ռազմավարական դիրք, որը թույլ է տալիս վերահսկել Կարմիր ծովից դեպի Հնդկական օվկիանոս անցումը։ Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են եւս մեկ օտարերկրյա նավթատար լցանավ վառելիքի մաքսանենգության կասկածանքով։ Այդ մասին տեղեկացնում է Եվրոնյուզը։ Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մոջթաբա Ղահրամանիի խոսքով նավը տեղափոխում էր մոտ 4 միլիոն լիտր վառելիք։ Նավի անձնակազմի 16 անդամները ձերբակալվել են։ Նրանց քաղաքացիության կամ լցանավի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Հաջորդ մրցանակը դա փաստաբան Լևոն Բաղդասարյանինն է։
ով իր երկարատև գործունեության տարբեր շրջանակներում մշտապես աղմկահարույց գործերով է զբաղվել, որպես իրավապաշտպան ու ծառայել է արդարադատությանը, թույլ չտալով, որ հանիրավ մեղադրանքներով ճակատագրեր խեղվեն։ Նրա գործունեությունը ցույց է տալիս, որ իրավունքի պաշտպանությունը ու ոչ միայն պարտականություն է, այլ մարդկային մեծ արժեքների պահպանություն։ Որպես արդարադատության վառ պահապան, պարոն Լևոն Բաղդասարյան, համեցեք մրցանակը ստանալու համար։ Արդարության պահապան։ Շնորհակալ եմ, այն որ ես 4 իշխանության բարեկամն եմ, դա հանրայինորեն փաստ էր, բայց որ նման անակնկալներ զգացված եմ, պարոն Վարդանյան, ինձ համար հանրայինորեն փաստ է նաև, որ ուժեղ պետության համար, կայացած պետության համար շատ կարևոր է 4-րդ իշխանությունը։ Մաղթում եմ ձեզ հնարավորինս եւ ընդհանրապես գլոբալ հարցի վրա հնարավորինս անկախ լրատվական գործունեություն։ Ես կարծում եմ, որ բացարձակ անկախություն չի լինի եւ ավելի քան վստահ եմ, որ Պարուր Հայրիկյանի սահմանադրությունից հետո այդ անկախությունը բացարձակ կունենանք նաեւ 4-րդ իշխանության մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Հակամարտության կարգավորման ծրագրի մնացած 10%-ի շուրջ համաձայնության գալու համար անհրաժեշտ է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև։ Ուկրաինայի առաջնորդը այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքով ծրագրի մնացած կետերը վերաբերվում են անվտանգության երաշխիքներին, տարածքներին եւ Ուկրաինայի վերակառուցմանը։ Ավելին, ծրագրի 90%-ն արդեն համաձայնեցված է պատվիրակությունների մակարդակով, նշել է նախագահը։ Սա հեշտ չէ եւ ոչ ոք չի ասում, որ մենք անմիջապես կհասնենք 100%-ին։ Այնուամենայնիվ մենք պետք է ցանկալի արդյունքին մոտենանք յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր զրույցի միջոցով, ասել է Զելենսկին։ Մի քանի ժամ առաջ Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ նախատեսված հանդիպման մասին, նշելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան կարելի է որոշել մինչև նոր տարի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 28-ին Թրամփի Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago նստավայրում։ Այսօր դեկտեմբերի 27-ին Միքայել Սրբազանի ծնունդն է։ Նրա աջակիցները հավաքվել են Իզմիրյան բժշկական կենտրոնի բակում շնորհավորելու Սրբազանին, ով օրեր առաջ է տեղափոխվել հիվանդանոց բուժօգնություն ստանալու եւ վիրահատվելու համար։ Ռուսաստանի եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև հարաբերությունները ցուցաբերել են դիմակայություն արտաքին ճնշման նկատմամբ եւ երկու երկրներն լիովին անցել են իրենց ազգային արժույթներին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարվա արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ռազմավարական հարաբերությունները մեծ խթան են ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի արդյունավետ դիվանագիտության շնորհիվ, այդ թվում այցելությունների փոխանակումների միջոցով, արտաքին ճնշման ներքո Մոսկվայի եւ Պեկինի միջև գործնական համագործակցությունը ցուցաբերել է դիմադրողականություն եւ փոխադարձ կարգավորումները լիովին անցել են իրենց ազգային արժույթներին, ասվում է հայտարարության մեջ։ Արևմտյան երկրները պատրաստվում են ռազմական գործողությունների, հայտարարել է Բելարուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Պաշտոնյան նշել է, որ իրավիճակը կարելի է բնութագրել որպես լարված եւ արմատականացման հակված։ Դրա մասին են վկայում ի թիվս այլ բաների Բելարուսի հարևան պետությունների գործողությունները, որոնք չեն գիտակցում ռազմական լարվածությունը նվազեցնելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հարևան երկրների ղեկավարների գործողությունները ցույց են տալիս, որ ի դեպ նրանք դա չեն թաքցնում։ Ամենուր ասում են, մենք պատրաստվում ենք պատերազմի։ Մենք կարծում ենք, որ դրանք դատարկ խոսքեր չեն։ Սա քաղաքական գործիչների կողմից ինչ-որ բլեֆ չէ, ասել է նա։ Վերջինս վստահություն է հայտնել, որ արևմտյան պետությունները իսկապես պատրաստվում են հնարավոր հակամարտության։ Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ընթացակարգերը երկու երկրների ձեռնարկատերերի եւ գործարար շրջանակների համար։ Համապատասխան գերատեսչությունները քննարկում են այս հարցը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Նյու Դելիում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։
Ձեռնարկատերերի եւ համատեղ նախագծերի մասնակիցների համար վիզայի ընթացակարգերի պարզեցումը կարող է զգալիորեն մեծացնել գործարար շփումների ինտենսիվությունը, ասել է նա։ Վերջինիս խոսքով համապատասխան գերատեսչությունները ներկայումս քննարկում են այս հարցը առևտրի, ներդրումների եւ զբոսաշրջության ոլորտով համագործակցության զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համատեքստում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեկտեմբերի 28-ին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Ուկրաինայում խաղաղության բանակցություններ վարելու համար, հաղորդում է Կիև Փոստը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Նրանց տվյալներով առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի Ֆլորիդա նահանգի Մարա-ա-Լագո քաղաքում գտնվող նստավայրում։ Իսկ Կիևի ռեժիմի ղեկավարությունը սկսել է ԱՄՆ այցի նախապատրաստական աշխատանքները։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ Եվրոպա փոխգործակցությանը մասնակցող արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով հրատարակությանը հայտնել է, որ կարգավորման բանակցություններում մանրամասների մակարդակը ավելի բարձր է, քան նախկինում, սակայն մի շարք կետեր դեռևս մարտահրավեր են մնում։ Դրանք նրա խոսքով ներառում են անվտանգության երաշխիքներ, հնարավոր խաղաղության համաձայնագրի իրականացման մոնիթորինգ եւ Ռուսաստանի իրավական պարտավորություններ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտի ինչպես կազմակերպել զրույցը իր ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործ նախարար Սերգեյ Ռյաբկովը Ռոսիա 1 հեռուստաալիքով հեռարձակվող 60 րոպե հաղորդման հետ հարցազրույցի ժամանակ։ Եթե Մակրոնն ունի ասելիք եւ դա իսկապես ազդանշան է, նա եւ նրա օգնականները գիտեն, թե ինչպես փոխանցել այն եւ ինչպես կազմակերպել նման զրույց Պուտինի հետ, նշել է դիվանագետը։ Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ Եվրոպան կարող է օգուտ քաղել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության վերսկսումից։ Միևնույն ժամանակ Մակրոնը ընդգծել է, որ նման շփումները պետք է լինեն համակարգված եւ լիովին թափանցիկ։ Մեկնաբանելով իրավիճակը, Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության իր արտասահմանյան գործընկերոջ հետ։ Վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին եւ դրա շուրջ ծավալված իրադարձություններին նա մասնավորապես ասել է. Նախաքննության գաղտնիությունից ելնելով այսքան ժամանակ լուր հետևել եմ իմ հասցեին տարվող հերյուրանքներին եւ դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին։ Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ ամանորին այն ընտանեկան ջերմտնոլորտում նշելուն։ Տոներից հետո խոստանում եմ խոսել հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին։ Իսկ մինչ այդ շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս, նշել է վաղարշաբաթի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր, ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են։ Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններն են։ Բնականաբար պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը, ասել է նախարարը, նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում։ Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար։ Պապոյանն այսօր փակագծեր է բացել այդ այլընտրանքի մասին։ Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի եւ այն, ինչ երկաթուղով գալիս է մինչեւ Հայաստանի սահման եւ այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ եւ Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանով գա։ Ես կարծում եմ, որ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան, ընդգծել է նախարարը։ Պապոյանն ասել է նաեւ, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել։ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Գալեյանը ազատ է արձակվել, տեղեկությունը փոխանցել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ Գալեյանը հայտարարել է նոր տարուն եռաբլուրում եմ լինելու։ Գալեյանն այսօրվանից լիակատար ազատության մեջ է, խափանման միջոցի 1.5 տարին լրանալուց հետո նա ազատ է արձակվել, ասել է փաստաբանը։ Նա ընդգծել է նաև, որ Գալեյանի ու մյուս զոհերի ծնողների կամքն ու հաստատակամությունն ավելի ամրացել եւ նրանք շարունակելու են պայքարել, որ իրենց որդիների սպանության մեջ մեղավոր անձը քրեական պատասխանատվության ենթարկվի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ եւս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը եւ պահման պայմանների գնահատումը, նշել է Ամատունին։ Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։ Նախորդին հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Պեկ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ։ Այս մասին գրել է Առնլուրը։ Օրեր առաջ վաղ առավոտյան ինտենսիվ գործողություններ էին նախաձեռնվել քննչական մարմինների կողմից եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին երկու տեղակալների վերաբերյալ ձերբակալման որոշումներ էին կայացվել։ Հետագայում պարզ դարձավ, որ խոսքը չէր վերաբերում պարզապես ձերբակալումներին, այլ Վախթանգ Միրումյանը եւ Սամվել Ավետիքյանը ձերբակալվել էին կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Ըստ նրանց մտերիմների ակնհայտ է, որ տևական ժամանակ եւ որևէ անհատականացնող մեղմացնող հանգամանքներ հաշվի չեն առնվում։ Ինչպես օրինակ, որ երկու անձինք նախկինում երբեք արատավորված չեն եղել, դրական են բնութագրվում, ունեն ընտանիք, թոռնիկներ։ Առնլուրեյեմի աղբյուրների փոխանցման Վախթանգ Միրումյանը եւ Սամվել Ավետիքյանը ձերբակալվել եւ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դեռևս 2018 թվականին քննված ավարտված գործով։ Միշտ հասանելի են եղել քննական մարմինների համար եւ արդյունքում դատարանները մերժել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Միջազգային պարբերականները նկատում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը գնում է դեպի անկում։ Բրիտանական հրատարակությունը Փաշինյանին անվանել է բռնապետ, որը հալածում է եկեղեցուն եւ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Տելեգրաֆը հաղորդել է, որ Հայաստանի arczepiskoposների կեսը ձերբակալվել է։ Բրիտանական հեռարձակողի եթերում լրագրող Թիմ Սթենլին եւ քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են հայկական իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ կիրառվող ճնշումները։ Պոդքասթի հյուրը անկեղծորեն հայտարարել է, որ վարչապետը համագործակցելով Ադրբեջանի հետ եւ տարածքներ հանձնելով իրեն դրսեւորում է որպես համագործակից եւ նրա դեմ բողոքող arczepiskoposների ձերբակալությունները բռնապետական մեթոդների ապացույց են։ Now, though, the Prime Minister of Armenia seems to be some sort of quizzling of some kind, cooperating with the Azerbaijanis, giving up territory and arresting bishops who are protesting. A half of local archbishops are now in prison in that country. Because they're protesting against, he's effectively a dictator. There's going to be an election, I believe, in a year or so, but who knows if it will happen. Ադրբեջանը եւ Թուրքիան առիթը բաց չեն թողնում Հայաստանին տնտեսական կախվածության մեջ գցելու։ Այս մասին Եվրամեդիա 24-ի ստատուս քվո հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը։ Եթե մենք Ադրբեջանից նավթ ենք առնում, ուրեմն փող ենք տալի Ադրբեջանի բյուջեին։ Ուրեմն այդ նավթի չափով էլ Ադրբեջանը մեզնից ինչ-որ բան պետք է առնի։ Բայց ես վստահ եմ, որ այդ բաները չեն պահպանվի, որովհետեւ գործող իշխանությունները թույլ են Ադրբեջանի դեմ, իրանք չունեն, դիմակ չունեն Ադրբեջանի հետ տետատետ հավասարի խոսելը եւ բացի դա էլ ավելի շատ պոպուլիզմով են տառապում։ Իդեպ այդ նավթամթերքը, որ եկել է կամ ծորեն որ գալիս Ադրբեջանով, դադարե 20 թվականի նոյեմբերի 9-ի երակող համաձայնագրի 9-րդ կետն է կատարվում ընդամենը 5 տարի ուշացում։ Մտնելից որտեղ շուկային մտնում ընկերություններ, որոնք առաջ բենզինի առևտրով չէին զբաղվել, Սուքյասյանները եւ բաները, Ալեքսանյանները, մի քիչ պիտի էժան մտցնեն, հետո կգան ու ինքինը կկանգնի։ Էլի կգան ու ինքինը ինչպես Վրաստանը։ Որտեղ աննարին է Ադրբեջանից գնել բենզին, որը ինքը բենզին ներմուծող է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մենք չենք կարող Ադրբեջանից ավելի էժան գնել, քան թե ԵԱՏՄ-ից։ Ի վերջո այդպես է։
ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ վարչապետի թեկնածու է վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Այս սովորական ընտրություն չէ, խորհրդարան մտնելու խնդիր չէ։ Մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր խորհրդարան մտնելու խնդիր են դնում, նպաստում են իշխանության վերարտադրմանը։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, մեծ խնդիրը շատ ավելի մեծ է։ Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մեջ առավելագույնը կազմելու մեծ դաշինք, որով հնարավոր լինի երկիրը փրկելու, նշել է Արամ Մանուկյանը։ Եվրամիությունը ինքը պետք է շահագրգռված լինի Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Օբյեկտիվորեն Եվրամիության շահերից է բխում Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը։ Երբ դա չի արվում, մենք կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ եվրոպական բյուրոկրատիան չի գործում ինքնիշխանորեն եւ չի համապատասխանում Եվրամիության եւ եվրոպական հասարակության շահերին, ասել է Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով Վրաստանը միակ երկիրն է, որը Սև ծովի միջոցով Կենտրոնական Ասիայի պետությունները կապում է Եվրոպայի հետ։ Վերջինս նշել է, որ աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով Բրյուսելը պետք է մուտք գործի նոր շուկաներ։ 2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք չունի լիովին անկախանալու Միացյալ Նահանգներից։ Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտպանական քաղաքականությանը, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի պաշտպանական ծախսերի ավելացման համար։ Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ նպատակը Վաշինգտոնի հետ համատեղ պաշտպանական ծախսերի ավելացումն է։ Տրամաբանական է, որ մենք աստիճանաբար ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք Եվրոպայի պաշտպանության համար, բայց Միացյալ Նահանգների հետ միասին, որը լիովին նվիրված է ՆԱՏՕ-ին, մնում է դաշինքում եւ մնում է Եվրոպայում, հայտարարել է Ռյուտեն։ Բրյուսելն այլևս բելգիական քաղաք չէ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Նա իր տեսակետները հայտնել է X սոցիալական մեդիա հարթակում։ Ձեռնարկատերը մեկնաբանել է բլոգեր Մարիո Նաուֆոլի գրառումը, որը հրապարակել էր Բելգիայի մայրաքաղաքում ապրող երեխաների վերաբերյալ վիճակագրությունը։ Այս տվյալների համաձայն Բրյուսելում անչափահասների մոտավորապես 3/4-ը ներկայումս ոչ եվրոպական ծագում ունի։ Բելգիայի մայրաքաղաքն այլևս բելգիական չէ, գրել է Մասկը։ Ուկրաինայի կառավարությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանից ապրանքների ներմուծման արգելքը։ Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի կաբինետի կայքում հրապարակված երկու հրամանագրերում։ Մի փաստաթղթի համաձայն որոշակի ռուսական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Երկրորդ բանաձևով նույն ժամանակահատվածով երկարաձգվում են Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։ Հրամանագրերն արգելում են Ռուսաստանից Ուկրաինա մսի, ձկան սուրճի, թեյ, շոկոլադի եւ այլ հրոշակեղենի ներմուծումը։ Ավելին, արգելվում է հանրապետություն մուտք գործել արդյունաբերական ապրանքների մի շարք տեսակներ, պարարտանյութեր, տրանսպորտային միջոցներ, կենդանիների կերեր եւ այլ ապրանքներ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Մենք խստորեն կոչ ենք անում մեր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են նախարարության եւ նրա արտասահմանյան առաքելությունների պաշտոնական կայքերում։ Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նրա խոսքով սա կարող է օգտակար լինել նաև Գերմանիա գործուղման մեկնած լրագրողների համար, քանի որ կան խնդիրներ։ Ըստ հունական մամուլի Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հարաբերությունները բարձրացվում են նոր ռազմավարական մակարդակի։ Նիկոսիայում կողմերի միջև ստորագրվել է համատեղ գործողության ծրագիր եւ Աթենք-Երուսաղեմ համագործակցության ծրագիր։ Թուրքական աղբյուրն այդ համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի դեմ ռազմավարական համաձայնագիր։ 2026 թվականի ռազմական նոր համագործակցության ծրագիրը ներառում է հակաօդային պաշտպանության սարքեր, էլեկտրոնային պատերազմ, համատեղ վարժանքներ եւ հրթիռային նորագույն համակարգեր։ Այդ համաձայնագրից
հետո ակնկալվում է, որ տվյալ երկրները կստանան լիակատար գերիշխանություն եւ վաղ նախազգուշացման առավելություն Եվրոսկետից մինչեւ Մերձավոր Արևել ձգվող տարածաշրջանում։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները կմասնակցեն Հունաստանում կանալիք միջազգային օդային զորավարժություններին։ Հունաստանը նաեւ նախատեսում է մասնակցել Իսրայելի գլխավորված Նոբել Դինա 2026 զորավարժություններին ֆրեգատներով, սուզանավերով եւ կործանիչներով։ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հայտնի է, որ տարիների ընթացքում մեծ գործեր է արել Ադրբեջանի քաղաքացիների, նրանց բարեկեցության եւ անվտանգության համար, ցուցաբերելով վճռականություն եւ արժանապատվություն ամենադժվարին իրավիճակներում եւ կատարել եք ձեր առջեւ դրված խնդիրները, գրել է Կադիրովը։ Չեչնիայի ղեկավարը նաեւ նշել է, որ Ալիևի փորձը կօգնի իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ադրբեջանցի ժողովրդի բարօրությանը։ Սիրիայի բնակչության 2/3-ը ավելի քան 16 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, հաղորդում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը։ Սիրիայի մարդասիրական կարիքները շարունակում են մնալ չափազանց բարձր։ 16.5 միլիոն մարդ կամ բնակչության գրեթե 2/3-ը դեռևս օգնության կարիք ունի, ասվում է հայտարարության մեջ։ Կրթության վերաբերյալ 2.5 միլիոն երեխա դեռևս դպրոց չի հաճախում եւ դպրոցների 40%-ը չի գործում, հայտնել է գերատեսչությունը։ Այն նշել է, որ Սիրիայում պայթուցիկ նյութերի բարձր մակարդակը նույնպես լուրջ սպառնալիք է մնում բնակչության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր դիվանագիտական ջանքերին չնայած խաղաղության ուղղությամբ արագ առաջընթացը դեռևս դժվար է եւ 2026 թվականը հավանաբար կլինի մարտերի տարի։ Նման կարծիք է հայտնել գերմանական Bild թերթի ռազմական մեկնաբան Ջուլիան Ռյոպկեն։ Նրա խոսքով Դոնբասի շրջանը 2026 թվականին կմնա ռուսական բանակի հիմնական ուշադրության կենտրոնում։ Նա կանխատեսում է, որ ռուսական զորքերը կհարվածեն ուկրաինական զինված ուժերի պակաս պաշտպանված տարածքներին։ Հրատարակությունը կանխատեսում է, որ Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի հարավային շրջաններում ռուսական բանակը կարող է հարձակվել փոքր քաղաքների վրա, մինչդեռ Զապորոժիեի եւ Պավլոգրադի նման խոշոր քաղաքները կարող են մեկ տարվա ընթացքում մոտենալ անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու հասանելիությանը։ Միևնույն ժամանակ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Խարկովի եւ Սումիի մարզերի սահմանային տարածքների վրա, ընդլայնելով բուֆերային գոտին, նշել է պարբերականը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու եւ գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Հափշտակության եւ դրա փորձի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 2-րդ կետերով եւ 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, 2-րդ եւ 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Եղանակը առաջիկա օրերին դեկտեմբերի 26-ին 27-ի գիշերը 29-ից 3-ն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային եւ նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 27-ին 29-ից 30-ն առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։